1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Հայաստանը կամաց-կամաց մտնում է նախընտրական փուլ եւ արդեն ընդհանուր գծերով ակնհայտ է դառնում, տեսանելի է դառնում, թե որոնք են լինելու առաջիկա այդ համապետական ընտրություններում եւ իշխանությունների եւ տիտղոսակիր ընդդիմության կիրառելիք հիմնական քարոզչական թեզերը եւ մեթոդները։ Մեթոդների վերաբերյալ կարծես թե ամեն ինչ հասկանալի է։ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած այդ խայտառակությունը, հետո Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցության անդամի մեքենայի հրկիզելը եւ այլն ցույց են տալիս, որ իշխանությունները, այո, կիրառելու են ամենակոշտ մեթոդները, հենց այդպես էլ սպառնալիքներով, ուժի կիրառմամբ, ինչ որ բան անելու են, հետո դատապարտելու են, ներողություն են խնդրելու, հետո նորից են անելու, խոսքով դրան գումարվելու են նաև ձերբակալություններ, քրեական գործեր հարուցել եւ այլն եւ այլն եւ այլն եւ արդեն իսկ այդ ամենը սկսում է կիրառվել, այդ ուժը մոբիլիզացվում է։ Այդ թաղային հեղինակություններ, կիսակրիմինալ, այդ ամեն ինչը կամաց-կամաց մտնում է իշխանությունների զինանոցի հիմնական ցուցակը։ Ինչ վերաբերում է հիմնական գաղափարական, քարոզչական թեզերին, ապա այդտեղ էլ կարծես թե ամեն ինչ բացահայտվում է կամաց-կամաց։ Օրինակ, իշխանությունները շատ ավելի հստակ, շատ ավելի ուղիղ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական գործակալ է։ Այսինքն ռուսական լրտես է, նա առաջ մղում Ռուսաստանի շահերը եւ սա լինելու է իշխանությունների հիմնական քարոզչական թեզերից մեկը։ Նույն կերպ էլ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի նրա քաղաքական թիմին ներկայացնելու, վաղուց է ներկայացնում որպես թուրքական գործակալ, թուրքական լրտես եւ Թուրքիայի շահերը առաջ մղող։ Սա երկու դեպքում էլ իսկապես ճշմարտության բավականին մեծ բաժին կա։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը իսկապես էլ փաստորեն Ռուսաստանին մատուցում է այս պահին այդ երկրի համար ամենամեծ, ամենակարևոր ծառայությունը։ Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի մեր հասարակության Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքի կտրուկ վատթարացում, թե ինչ բերեցին նրանք մեր գլխին, ինչպես հայաթափվեց Արցախը եւ այլն, եւ հիմա Ռոբերտ Քոչարյանը փորձում է մաքրել Ռուսաստանին, բաց տեքստով հայտարարում է, որ իրենք կապ չունեն, դա Հայաստանն է հրահրել այդ պատերազմը, Հայաստանն է մեղավոր եւ եթե այսպես շարունակվի, երևի ինչ որ պահի նույնիսկ ներողություն կխնդրի Ռուսաստանից, հայ ժողովրդի անունից, որ կներեք, որ այս իշխանությունները ձեզ դավաճանեցին եւ դուք ստիպված եղաք, չգիտեմ, Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա իրականացնել, հետո էլ Ադրբեջանի հետ համատեղ հայաթափել Արցախ։ Նույն կերպ էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են համարյա բառացիորեն կրկնում թուրքական պաշտոնական քարոզչության թեզերը եւ Ադրբեջանի։ Օրինակ Թուրքիայի դեպքում, որ ցեղասպանության համար մենք ենք մեղավոր եղել, այո, ցեղասպանություն եղել է, բայց մենք ենք մեղավոր, մենք սխալ ենք հասկացել, թույլ ենք տվել մեզ, որ մեզ օգտագործեն եւ եթե այսպես շարունակվի, երևի մի հատ էլ նա Թուրքիայից ներողություն կխնդրի, որ կներեք, որ ցեղասպանությունից հետո մենք այդքան տարի աշխարհում եք աղմուկ ենք բարձրացրել եւ որ դրա պատճառով դուք ամբողջ աշխարհի առաջ խայտարակ եք եղել։ Այնպես որ այս հարցում երկուսն էլ իրավացի են, ինչ վերաբերում է մեկ այլ թեզի, որ ընդդիմությունը ասում է, որ դե մինչև 2018 թվականը ամեն ինչ լավ էր, եթե իրենք մնային իշխանության ոչ մի պատերազմ էլ չէր լինի, Ադրբեջանը չէր համարձակվի պատերազմ սկսել, Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ այլ կլիներ, մի ուրիշն էլ ասում է, որ եթե այդ պլանները շարունակվեին, Հայաստանը մինչև պատերազմի 3000 անօդաչու սարք կունենար եւ այլն եւ այսպես շարունակ, իսկ ահա 18 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի եկավ իշխանության եւ ամեն ինչ միանգամից փոխվեց, միանգամից փչացավ։ Իշխանություններն էլ հակառակն են ասում են, չէ, դուք 20 տարի թալանել եք երկիրը, քանդել եք բանակը եւ մենք ընդհանրապես պարզապես 2 տարում չկարողացանք, չէինք հասցնի այդ ամեն ինչը փոխել, դրա համար սա տեղի ունեցավ։ Իրականում այդ ջրբաժանը, այդ անջրպետը 2018 թվականին չի եղել։ Անջրպետը եղել է 98 թվականին։ 2018 թվականին եղել է ընդհանրապես սովորական իշխանափոխություն ուժի կիրառմամբ։ Տեսքով հեղափոխություն էր, բայց
Բառացիորեն դա իշխանափոխություն էր ուժի կիրառմամբ։ Օրինակ 98 թվականին դա իշխանափոխություն էր ոչ թե ուժի անմիջական կիրառմամբ, այլ ուժի կիրառման սպառնալիքով։ Սպառնում էին, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չտա, բանակը նրան չի ենթարկվի, ոստիկանությունը հատուկ ծառայությունները չէին ենթարկվի, դուրս կգան իշխանությունների դեմ, մի խոսքով դա ուժի կիրառման սպառնալիք էր։ 18 թվականին ուղղակիորեն ուժի կիրառում էր եւ ոչ ավել։ Իսկ քաղաքական հարթության մեջ, տեսեք, մինչև 98 թվականը Հայաստանի քաղաքական դաշտը, այսպես ասենք, բաժանված էր 3 բևեռների։ Իշխանություններ, որոնք առաջնորդվում էին Հայաստանի պետական շահերով, դատելով արդյունքներից շատ լավ էին իրականացնում այդ շահերը, հաշվի առնելով առաջին հերթին պատերազմում էր հաղթանակ եւ այլն, եւ կային արևմտամետներ եւ կային ռուսամետներ։ 98 թվականից հետո պետական շահերով առաջնորդվողները կամ այսպես ասենք Հայաստանակենտրոնները պարզապես դուրս մղվեցին քաղաքական դաշտից, լուսանցք մղվեցին, մնաց ընդամենը 2 բևեռ՝ ռուսամետներ եւ արևմտամետներ, որոնք պայքարում էին, ռուսամետները եկել էին իշխանության եւ այդ պայքարը անընդհատ գնում էր, միայն մի կարճ ժամանակ 3-րդ բևեռը փորձեց վերադառնալ Հայաստանակենտրոն, նկատի ունեմ 2008 թվականը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ մեծ քաղաքականություն եւ ուշադրություն դարձեք տրամաբանական կլիներ, եթե քաղաքական դաշտը, ամբողջ ընդդիմությունը համախմբվեր իշխանությունների դեմ, բայց չէ, եւ իշխանությունները եւ ընդդիմադիր բազմաթիվ ուժեր այդ թվում իբր արևմտամետ եւ իբր ռուսամետ համախմբվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Դրանից հետո էլի ամեն ինչ հանդարտվեց, հետո էլի սկսեց պայքարը, շարունակվեց պայքարը արևմտամետների եւ ռուսամետների միջև, մի խոսքով ՀԿ-ներ, ահռելի գումարներ, քաղաքացիական հասարակություն, ուժերի բալանսը փոխվեց եւ այսպես կոչված արևմտամետները 2018 թվականին եկան իշխանության։ Ու հիմա այդ ամենը փաստացի շարունակվում է։ Օրինակ, ընդհանրապես մի օրինակ բերեմ, տեսեք, մահացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռաձիկ Մարտիրոսյանը եւ ստեղծվեց նրա թաղման կառավարական հանձնաժողով։ Դա այն մարդն էր, որ ասել էր, որ ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել, նկատի ունենալով Հայաստանը։ Եվ ահա նրա թաղման համար ստեղծվեց կառավարական հանձնաժողով։ Իսկ օրինակ Բաբկեն Արարքցյանի մահվան դեպքում մարդ, որը կանգնած էր պետականության 3-րդ հանրապետության ստեղծման ակունքներում, առանցքային դերակատարում ուներ, եղել էր պետության 2-րդ դեմքը, պետության համար ամենածանր ժամանակներում Գերագույն խորհրդի նախագահ, հետո ազգային ժողովի նախագահ, նրա մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց։ Ինչու՞, որովհետև նրանք այն 3-րդ բևեռից էին, Հայաստանի կենտրոն բևեռից էին, որի դեմ պայքարում են եւ արևմտյան գործակալները եւ ռուսական գործակալները։ Նման բաները պատահաբար չեն լինում։ Ինչևէ, հիմա այս իրավիճակում փաստացի ստացվում է, որ քաղաքական պայքարը Հայաստանում ընթանալու է, այսպես ասենք, ռուսական գործակալների եւ արևմտյան գործակալների կամ թուրքական գործակալների միջև, ինչպես ասում է ընդդիմությունը։ Եվ այս իրավիճակը, պատկերացրեք, պայքարը հենց այդպես ներկայացնելը ձեռնարկում է եւ իշխանություններին կամ եւ արևմտյան գործակալներին եւ ռուսական գործակալներին։ Օրինակ, ռուսական գործակալներին, այսպես ասած, կամ ազդեցության գործակալներին կամ նրանց շահերը առաջ մղողներին, ինչպես ուզում եք ձևակերպել, ձեռնտու է, որ հարցը այդպես ներկայացվի, որովհետև այդ դեպքում ստացվում իրենք կարող են ասել նախ Ռուսաստանին են արդարացնում այդ ամեն ինչ մեջ, երկրորդն էլ նրանք ասում են, դե հա, մենք մեր ժամանակ այո թալանել ենք, ենք արել են, բայց դա մենք արել ենք հանուն պետության, տեսեք այն ժամանակ ամեն դեպքում մեր անվտանգային իրավիճակը ավելի լավ էր, ամեն դեպքում Ադրբեջանը չէր հարձակվում, այս պարտությունները չէին եղել եւ մենք այդ ամեն ինչ օրինակ մարտի 1-ին այդ որ անում էինք մեր իշխանությունը պահելու համար չէինք անում, այլ մենք անում էինք մեր անվտանգությունը ապահովելու համար եւ տեսեք, քանի դեռ մենք էինք այդ կորուստները չէին եղել, հետեւաբար մենք իրավացի էինք այն ժամանակ։ Սա այս առումով ձեռնտու է նրանց, ձեռնտու է նաեւ Հայաստանի իշխանությունների, որովհետեւ իրենք էլ ասում են, որ իրենք ոչ են ասելու մենք հանուն արևմուտքի ենք պայքարում կամ չգիտեմ մենք Թուրքիայի նարատիվներն ենք առաջ մղում, ոչ նրանք ասում են ենք ընդհանրապես հանուն մեր ինքնիշխանության ենք անում այդ ամեն ինչը։
Այս ամենը արվում է Ռուսաստանի տակից վերջապես այդ ռուսական մի քանի հավերամյա լծից ազատվելու եւ իրական ինքնիշխանություն ձեռք բերելու համար։ Եվ երբ օրինակ ընդդիմությունը ասում է, գիտեք, ճիշտ են ասում են, բայց չէ որ մեր բաժին արևմուտքը Բրյուսելը չի, մեր բաժին արևմուտքը Թուրքիան է։ Մենք ուրիշ արևմուտք չունենք, նայեք քարտեզին, եւ նրանք իրավացի են։ Բայց իշխանություններն էլ ասելու են մենք ընդհանրապես փորձում ենք պահել մեր ինքնիշխանությունը։ Այն ինչ որ մենք անում ենք, հանուն մեր ինքնիշխանության ենք անում։ Այսօր դեռևս դրանք մեկ-երկու փոքր բռնություններ են, հետագայում եթե պետք լինի նոր մարտի մեկ էլ կանեն, դրա տասնապատիկներ կանեն եւ դա կներկայացնեն որպես պայքար հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Ահա այդ առումով են այս ուժերի հարաբերակցության այս տեսքը ներկայացնելը շահեկան շատ, որովհետև նրանց հնարավորություն է տալու եւ բռնություններ իրականացնել ցանկացած ամենակոշտ մեթոդներով, հարայության դեպքում նաեւ տասնապատիկ մարտի մեկ անել եւ այդ ամենը ներկայացնել որպես պայքար հանուն Հայաստանի ինքնիշխանության, որովհետև նրանց դիմաց ոչ թե քաղաքական ուժ է, այլ ռուսական գործակալներ, ռուսական հատուկ ծառայություններ օրինակ։ Այսպիսով ստացվում է, որ առաջիկա մեկ տարում մենք փաստացի ականատես ենք լինելու ռուսական եւ արևմտյան այսպես կոչված գործակալական ցանցերի միջև պայքարի։ Եվ եթե այդ երրորդ բևեռը չվերականգնվի, որը կսպասարկի Հայաստանի պետական շահերը կլինի իսկապես Հայաստանակենտրոն, ապա մենք ունենալու ենք իսկապես էլ լրտեսական գործակալական ցանցերի միջև պայքարի, որից Հայաստանը որևէ բան չի շահելու եւ պայքարն ընդհանրապես այն մասին է լինելու, թե համաշխարհային ուժային որ բևեռը պիտի օգտագործի Հայաստանին եւ որը պիտի հանուն իր շահերի զոհաբերի մեզ բոլորիս։ Այսինքն ով պիտի հերթական անգամ այդ համատեղ բարդ գործողություն իրականացնի մեր դեմ, ինչ կոնֆիգուրացիայով եւ հետագայում ինչպես պիտի մենք հաղթող քաղաքական ուժը, այսպես ասենք, կամ գործակալական ցանցը կարողանա արդարանալ հասարակության առաջ, եթե իհարկե այդ հասարակությունից ինչ որ բան դեռ մնացած լինի։ Ամեն դեպքում մենք դեռևս մոտ 1 տարի ժամանակ ունենք քաղաքական դաշտում այս առումով բազմաթիվ process-ներ կարող են գեներացվել, մի կողմից էլ լավ է, որ եթե արդեն բացահայտորեն պայքար ընթանում է երկու տարբեր գործակալական ցանցերի միջև, ապա մեծ է հավանականությունը, որ վերջապես տեղ կբացվի, որպեսզի ձևավորվի այն բևեռը, իրական Հայաստանակենտրոն բևեռը, որը Հայաստանում մի անգամ արդեն եղել է իշխանության եւ որի օրոք էլ ձեռք են բերվել ամենակարևոր եւ ամենաէական ձեռքբերումները։ Այսօր այսքանը կհանդիպենք։